Փաստաբան Տիգրան Հայրապետյանին սպառնում է 2 տարվա ազատազրկում կամ տուգանք, եթե ապացուցվի մեղադրանքը, որը նա համարում է աբսուրդի ժանրից։ Սա նույնն է, որ երբ որ վիրահատում է բժիշկը եւ անձին վիրահատություն է ենթարկում, նրան քրեական պատասխանատվության ենթարկեն, որ նա դանակով մարմնական վնասվածք հասցրել հիվանդին կույրալինքը հեռացնելու ժամանակ։ Փաստաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իր վստահորդներից մեկի Ժուլետա Ամարիկյանի գործի առնչությամբ։ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրում է նրան սադրիչ հարցեր տալու եւ չափից ավելի միջնորդությունների համար։ 3 հարց եմ ուղղել, որ բայց չէ որ դուք գիտեիք, որ ներկայացուցիչ ունի, փաստաբան ունի ու ես խնդրեցի, ինչի չսպասեցիք ինձ առաջինը, երկրորդ հարցրեցի, իսկ ինչի մասին եք խոսել իմ վստահորդին, փորձագետներից մեկը շտապեց պատասխանել, որ գործի հետ կապ չունեցող թեմաների մասին եք խոսել։ Երկրորդ հարցս ասեցի, այդ ինչպես եղավ, որ այդքան բարդ փորձաքննությանը մոտ այնտեղ 10-12 հարցի պատասխան պետքա տրվի, գործի հետ կապ չունեցող 15 րոպեվա զրույցի արդյունքում պարզ դարձավ փորձաքննության արդյունքները։ Կարող է դուք նախապես գիտեիք ինչ եզրակացություն պետք է տաք։ Այսքանը։ Այս ամենը 2013 թվականից է սկսվել։ 2 տարի առաջ սեփականությունը չկիսելու պատճառով 62-ամյա Ժուլետա Ամարիկյանը ունեցել է տարաձայնություններ եղբոր հետ, որից անմիջապես հետո նրան տարել են Ավանի հոգեբուժարան, որտեղ ենթարկվել է խոշտանգումների։ Ժուլետա Ամարիկյանն ասում է կեղտոտ դույլերով են բերում ուտելիքը, ոնց կարող եմ ուտել այդ ուտելիքը առերեսման ժամանակ։ Հոգեբուժարանի աշխատակից ասում է, այո, դույլերը կեղտոտ են, բայց ներսը մաքուր է։ Պատկերացնում եք, ու սա դատախազությունը ընթաց չի տալիս նրան։ Հաստատվել է, որ 1 ամիս շարունակ փայտի այդ տախտակի վրա է քնել Ժուլետա Ամարիկյանը, չի ունեցել բար, չի ունեցել սավան, չի գնացել մաքուրոտ, ընդունում են իրենք, չի լողացել 1 ամիս շարունակ ամառվա ամիսներին։ Ժուլետան ասում է, ինչ միս, ինչ մսաջուր, այդպիսի բան չկա, ընդունում են, ասում են, այո, միս չկա, բայց երբեմն մսաջուրով շիլա ենք տալիս։ Փաստաբանի ջանքերով վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի Ժուլետա Ամարիկյանին հոգեբուժարանում հարկադրաբար պահելու որոշումը։ Ավելին, քրեական գործ է հարուցվել Ժուլետա Ամարիկյանի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի եւ նրան հարկադրաբար բուժման ենթարկելու համար։ Բացահայտվել են մի շարք խախտումներ, բայց հատուկ քննչական ծառայությունը որոշել է գործի ընթացքը տանել այլ ուղղությամբ։ Բավականին դժվար ու բարդ գործընթաց, որ հատուկ քննչական ծառայության քննիչը պետք է, եթե արդարություններ ուզում, այս ուղղությամբ պետք է գնան։ Բայց շատ հարմար էր ասել, որ Ժուլետա Ամարիկյանին նորից տանել հոգեբուժարան ու սա հարցերը լուծվում էր։ Փաստաբանական համայնքը Տիգրան Հայրապետյանի դեմ քրեական գործի հարուցումը որակել է հետապնդում մասնագիտական գործունեության նկատմամբ։ Փաստաբանների պալատը հետամուտ կլինի իր գործընկերոջ շահերի պաշտպանությանը, օրենքով չարգելված բոլոր տարբերակներով։ Կոնկրետ սա Տիգրան Հայրապետյանի գործը չի, սա ոտնձգություն է փաստաբանական այդ ինստիտուտի փաստաբանության նկատմամբ եւ հակաիրավական ոտնձգություն է իմ գնահատմամբ դա, որի դեմը պետք է առնվի, իսկ նման ոտնձգություն իրականացնողներն էլ պետք է պատժվեն։ Ի պաշտպանություն Տիգրան Հայրապետյանի հայտարարություն են տարածել մի շարք հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպան կառույցներ, պահանջելով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը ու պատասխանատվության ենթարկել քննիչներին։